Քաղաքական առաջնորդ եք ուզում տեսնել Հայաստանում հաջորդի այս ընտրություններից հետո։ Միան պարոն Քոչարյան, ինքը այն առաջնորդն է, որը պետք է Հայաստանը ոտի կանեսի։ Գյուղական պայմաններում այսօր մարդիկ չեն կարող քարի վրա դնեն, բայց այնքան հարգեր են դրել մարդկանց վրա, այսօր ես ինքը շինարար եմ, բայց մարդիկ գրիշ չեն անում, որ ասենք այդան շինարարություն անեն։ Ինչի համար, որովհետև մարդկանցից փող են ուզում։ Մեր սիրելի Քոչարյանին ձայն տանք, դրա համար ենք եկել։ Այս թուրքից պրծնենք մենք։ Ես դիտուն տարվա ագրոնում եմ, բայց ասենց տագանք մենք չենք տեսել։ Այս երկրը ինչ վիճակի հասցրեց։ Ռոբերտ Քոչարյանը կյանք անտաստ մարդ է, Ղարաբաղի հերոս է, որը Ալիևից կարող է մի հատ գախին խփի, ոչ թե էստրանման չոքի վերովացնի։ Իր տարիներին լավ ապրել ենք, անհոգ, հանգիստ քնել ենք, մեր երեխաները հանգիստ դուրս են եկել, դուրսում խաղացել, այս ինչի նման է։ Բախում ես բերանը բացես մեկին, ասես, այս մեկի ժամանակ լավ ենք ապրալ, Փաշինյանը ինչ է, ցավը տանիմ, ինչ է, մարդասպան չի, հա? Այնքան հղի կանայք բլոկադայի ժամանակ 1000 անգամ կներեք, այնքան հղի կանայք իրենց երեխեքին կորցրի, ուտելիքի պատճառով, մթերքի պատճառով, որ չկար մթերք։ Քոչարյանը լիներ, այդպես կլիներ, դու 9 ամիս փակ պահելես չես թողել, մի կիլո պեսոկ մտնի քաղաքը, գոնե երեխաների մի կոնֆետը, որ տեսնում է, այդ տապիտի տեսնեմ, որ մեր ցավը զգան։ Առաջ որ ես Ռուսաստանի միջև եմ եկել եմ հատուկ սրա համար, ընտրությունների համար եմ եկել։ Բանը։ Առաջ որ մտնում էինք խանութ, որ թուրքը խանութ չէր, խանութներ թողում ռուսիներ կայնացնեմ, մեր կայնի հայերը մտանը։ Բայց հիմա արդեն մեր հայերը այն ձևի հաստրես Նիկոլը մեզի պատվազուր կարել, որ մեր հայերը մտնում են, ես տեսնում են էդի խանութ է, թուրքի ասում են, արա թուրքի խանութ է։ Թեգուզ իրան էժանոց ամեն ինչը պետք է առնելու չի մտնում։ Թուրքի խանութը ոնց կրած մտնես, թուրքը քեզ ինչ կանի։ Չեն մտնում, բայց առաջ իրանք ռեստորանի մեջ սեղանը թողում փախնում էին, ասում էին հայերը մտան, հայերն եկան։ Սատարում Հայաստան դաշինքի։ Որովհետև մուժիկ այնտեղ։ Երեք քաղաքական թիմերից, եթե չասենք միակը, բայց միակներից մինը, որ ժողովրդի համախմբությունը, հայ ազգի համախմբությունն է խորհրդանշում։ Եվ իր արարքով հիմնականում իր գործունեությամբ իր անցած ուղիով վստահություն են ներշնչում։ Սպասելիքները շատ են։ Մասնավորապես, որ պրծնենք մեր վարչապետից։ Տեսել ենք Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի կատարած աշխատանքները 10 տարվա եւ դրա համար էլ անալիզ անելով բոլորս միամուր սատարենք Հայաստան դաշինքին։ Ես կան անցավ 70 տարեկան մարդ եմ, գոյնա համի ազգին փրկություն են եկել երկրին աշխարհի խաղաղություն ունի։ Մեր զոհերն էլ չմոռանանք։ Այսօր նրանց այրուն էսկաներ որ մնացել են, նրանց շնորհք են մնացել։ Օսմանցունը գերի չեղնիկ։ Ինչ ուզել են կապում, չենք ուզում թուրքերեն խոսանք, ստախոս չենք ուզում։ Ուզում ենք մի քիչ խիստ առաջնորդ լինի։ Ես մի ֆրազա եմ հիշում, մի նախատասություն եմ հիշում նրա Եվրոպայի խորհրդից, ինքը գիտեք ինչ ասեց, Նագորնի Կարաբախ никогда не был в составе Ադրբեջանը, այ դրա համար կարելի է այս մարդուն հարգել, այ դրա համար հպարտ կանգնած, այ Եվրոխորհուրդ պատկերացնում եք, իսկ ՄԱԿ-ի խորհրդումն է, հիմա չեմ կարող ոչինչ ասել իր բառերից ոչի, ՄԱԿ-ի խորհրդում էլ ավելի ուժեղ ա եղել իր ելույթը, բայց դու խոսել չգիտես, գնում ես ավելորդ բաներ չեմ ուզում խոսեմ աղջիկ ջան։ Ակնկալիք ունենք, որ ղեկավարը սուտ չխոսա, չասի մի բան, անի մի ուրիշ բան։ Քոչարյանի ոչ մի խոսք անախտում չի մնացել, միշտ ինքը իր խոսքի տերն է եղել ու ամենաառաջինը դեմ ենք, որ Հայաստանը թուրքերով լցվի։ Ռոբերտ Քոչարյանին գիտեմ որպես հզոր ղեկավար, որպես առաջնորդ, Քոչարյանի նախագահության տարիներ շատ բան եմ հիշում, օրինակ մեր հաղթանակը Արցախի, ճիշտ է հաղթանակը նաև ինքը նախագահ էր, բայց նաև մեր հայորդիների, մեր զինվորների, այն որ ամրակուր բանակ ունեինք, այն որ ոգի ունեինք, շատ ուժեղ եւ ծնկաչոք չէինք իհարկե։ Զոհեր ունեցանք, բայց այդ զոհերը հայրենիք փրկեցին։ Այսօր չգիտեմ ինչի ենք գնում։
Հետո Հայաստանը Ռոբերտ Քոչարյանը երբ եկավ արդեն Հայաստանում երկրորդ նախագահ, իմ կարծիքով երևի ինձ հետ համաձայն կլինեն շատերը, որ Հայաստանի համար էլ շատ բաներ արեց, առանց լույս, առանց ջուր, առանց գազ, հիշենք այդ տարիները, ինչերի մեջով անցանք ու ոտքի կանգնեցրեց։ Դե իր վաղտում լավ եմ ապրի հիմա չէ։ Հայաստանի գոյության խնդիրն է եւ բնականաբար պետք է լինի ուժեղ առաջնորդ, ուժեղ մարդ, փորձառու մարդ, որ իր կյանքում արդեն ապացուցել է, որ ինքը հզոր անձնավորություն, այդպիսի անձնավորությունը մեր համար Ռոբերտ Քոչարյանն է, որը միակ ժամանակահատվածը, երբ Հայաստանում եւ տնտեսական, եւ բոլոր առումներով աճ սկսվեց հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, հատկապես նախագահության երկրորդ փուլում, երբ տնտեսության թռիչքային աճ սկսվեց։ Ես ինքս մինչև Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալ աշխատել եմ պետական համակարգում, ամիսներով չնչին աշտավարձ ամիսներով չէին ստանում, բուժքույրերը չէին ստանում, մանկավարժները, պետական համակարգում չկար։ Իր ժամանակ մի քանի ամսում կար ժամանակահատվածում այդ բոլոր պարտքերը պետության բնակչությանը մարվեց, դրանից հետո արդեն սկսվեց տնտեսական մեծ աճ, թոշակների բարձրացում, աշտարակվարձերի հետևողականորեն պարբերաբար բարձրացում, մթնոլորտի ընդհանուր հասարակական մթնոլորտի առողջացում եւ հայ ժողովրդի համար շատ կարևոր մի հանգամանք Հայաստանը դարձավ ուժեղ երկիր։